Ներկայացնում եմ Գարեգին Նժդե ցեղ ազգային կազմակերպությունը, էությամբ ու բովանդակությամբ համայնակազմակերպություն է, հիմնադիր նախագահն եմ Վարդան Հռուլիկի Տարախշյան, 37 տարի զբաղվում եմ ազգային հանրենասական գործունեությամբ եւ առանցքում Արցախի հարցն է։ Արցախի հիմնահարցը։ Ինչ գործունեությամբ կներեք։ Ժողովրդի քաղաքական ճակատագրով։ Հիմա եկել եք Շահրամանյանից, ինչ պահանջով, ինչի համար, ինչ գրություն եք բերել։ Շահրամանյանի մոտ եկել եմ մեկ առաջարկությամբ, համագործակցելու առաջարկությամբ եւ պաշտոնապես պետք է ներկայացնեմ գրություն։ Եթե ձեզ այդ հարցից առավել Արցախի հետ կապված կամ Հայաստանի հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված որևէ հարց հետաքրքրի, կարող եմ պատասխանել, եթե ոչ։ Ինչ բովանդակությամբ է գրությունը, ասեք ինչ առաջարկով եք հանդես գալիս, փակագծեր բացեք, հասկանանք ոնց եք պատրաստվում Արցախը ազատագրել։ Ես իմ ամբողջ կյանքում օրորոցից մինչև հիմա 55 տարեկանում ոչ փակագիծ եմ ունեցել, ոչ էլ չակերտ։ Եվ ընդ որում 55 տարվա ամբողջ Փոխաբերական իմաստով մեծատառերով է գրված։ Փոխաբերական իմաստով է ասում, կետադրական նշաններ չէի դնում։ Ինչի մասին է ձեր գրությունը, ինչ եք առաջարկում։ Արցախի իշխանությունների եւ Արցախի ժողովրդի հետ, որ նույն բան է, համագործակցելու առաջարկություն։ Ինչպես, ինչի շուրջ։ Արցախի հարցը լրիվությամբ, շեշտում եմ, լրիվությամբ, լիարժեք, համընդգրկուն, համաբովանդակ եւ ամբողջապես լուծելու հետ կապ։ Ինչպես։ Չակերտները բացելու անհրաժեշտություն չունեմ։ Մի րոպե հարգելիս։ Այդ չակերտը գաղտնամտություն է։ Բացելու անհրաժեշտություն չունեմ։ Մեկ բան կհավելեմ, եթե դուք խոհեմաբար կընդունեք, հայցելով ներողամտությունս, այս երկրագունդ մոլորակ կոչվող իրականության մեջ միակ ուժը 220 պետությունից բացի, որ 220 պետություն էլ միանան, Արցախի հարցը երբեք չեն լուծի։ Այս երկրագնդի վրա միակ ուժը դա մենք ենք, որ կարող ենք Արցախի հիմնահարցը, շեշտում եմ, հիմնահարցը լուծվել։ Իսկ միջև այդ ինչի Ոնց եք պատրաստվում։ Մի հատ կասեք լուծումը ոնց եք պատկերացնում, ինչ առաջ։ Երկու տարբերակ կա։ Ալիևը արդեն համաձայնվել է Արցախը վերադարձնել, բայց դա ինչ չի բավարարում։ Դա իմ խնդիրն է։ Նորությունը նոր նայում է չկար որովհետեւ։ Դա իմ խնդիրն է, Ադրբեջանի դեսպանատունը տեղակայված է իմ տան հարևանությամբ, ձախ թևի վրա 50 մետրի է։ Որտեղ եք։ Իհարկե նորություն եմ ասում։ Որտեղ եք բնակվում դուք։ Ես բնակվում եմ Երևան քաղաքի Նոր Մարաշ Արմեն Արմենակյան առաջին ներկման 17 տանը։ Ով է դեսպանը։ Ադրբեջանի դեսպանատունը տեղակայված է իմ տան ձախ թևի հարևանությամբ 29 մետր հեռավորության վրա։ Դեսպանին հաճախ եք տեսնում։ Դեսպանին հաճախ չէ, պարբերաբար եմ տեսնում, դեսպանը հաղորդակցում է, ոչ, չգիտեմ։ Ինչ որ Աբդուլլաև, հա, Չէ։ Կարևորը իմ անուն, ազգանուն, հայրանունը հայտնի, Վարդան Հռուլիկի Տարախշյան։ Պարոն Տարախչյան, ձեր գրության տեքստը, եթե հնարավոր է, հրապարակեք, հասկանանք ինչ առաջարկ եք անում Շահրամանյանին։ Դա վերաբերում է միայն կոնկրետ նախագահին, հրապարակման։ Գաղտնի գրությունը։ Գաղտնի չէ, դա վերաբերում է միայն նախագահին, միայն ինքը պետք է ընթերցի։ Իսկ նպատակը ես հայտարարեցի, համագործակցելու առաջարկություն եմ անելու։ Տրամաբանականը, որ գրությունը բխում է այդ բովանդակություն։ Դուք ասացիք, որ Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է ձեր շենքի կողքեր, չէ՞, Այո։ Նոր Մարաշում։ Փոխաբերական կարող եք հասկանալ, բայց իմ խոսքը լրիվ գործնական է։ Իսկ ասացիք Դա հայտարարություն, եթե տալիս են, պաշտոնական է դառնում։ Երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ծառայություն։ Եթե կհետաքրքրի, կհրավիրեն, ես պարզաբանումներ կտամ, որովհետև Ադրբեջանի կամ արտասահման հետ հաղորդակցվելը, համագործակցելը, թեկուզ հատուկ ծառայություններ պարագայում, եթե չեմ սխալվում, քրեա իրավորեն հետապնդելի արարք է։ Պարոն Տարախչյան, հիմա Որ հարցնեն կպատասխանեմ։ ասում եք, որ պարբերաբար հանդիպում եք Ադրբեջանի դեսպանին Հայաստանում։ Պարբերաբար չէ, Հաճախակի։ հաճախակի չէ, մեկու մեջ, Հա, մեկում է։ ժամանակ առ ժամանակ։ Ավելի հաճախ եք։ Իրենց նախաձեռնությանը համագործակցել, ես չեմ առաջարկել։ Ադրբեջանի դեսպանին ում անունը չեք հիշում։ Մոտավորապես 10 օր ավել երևում։ Ինչ եք քննարկել։ Ոչ մի բան, Ինչ լեզվով եք շփում։ ուրեմն մենք ապրում ենք 21-րդ դարում,
ինտերնետի, արբանյակային կապի, բջջային հեռախոսի Google ժամանակաշրջանում ես բացատրեցի, որ հաղորդակցում եմ, 1000 հաղորդակցման ձև կա, կենթանի եմ հաղորդակցում, առանց Google-ի։ Հա, ոնց է քշում, ինչ լեզվով եք։ Դա իմ պրոբլեմն է, սահմանափակում ենք, եթե ածային գետակերքերի հրավիրեն է Ճիշտ եմ հասկանում, որ ինչ որ ագենտների եք ճանաչում ու իրանց միջոցով մանրամասնելու կարիք չկա, ես սահմանափակեցի։ ԱԱԾ-ի տեղը Շահրամանյանի մոտ խեք եկել է։ Գիտեք, որ ԱԱԾ-տնօրենի հետ մոտիկ է Ես ընդամենը առիթը բաց թողեցի, առաջարկեցի։ Սա բացառիկ երևույթ է, իմ ներկայությամբ տեսախցիկներ ճանապարհին շարվեն։ Մի քիչ մեծամտությամբ եմ գուցե տարավ։ Առավոտից ձեզ եք սպասում տեսախցիկներ sense հատուկ շարել են, որ գաք մենք ձեզ հարցորից անենք, որտեղ դուք եզակի մարդ եք Հայաստանում, ով շփվել է Հայաստանում Ադրբեջանի դեսպանիա։ Անունը չենք հիշում, ոնց որ դուք էլ չեք հիշում, հա, ինչ որ կինա տղամարդ։ Չեմ հիշում, որովհետև չգիտեմ։ Էականը համագործակցությունն է։ Բացվել է դեսպանատունը Հայաստանում։ Մոտարապես մինչև 3 տարի կլինի։ 3 տարին, պատերազմից հետո է բացվել։ 44 տարի պատերազմից հետո։ Հա, հասկացա, իսկ Հայաստանի առաջարկով բացվեց, թե Ալիևի ինքը Չէ, իրենց նախաձեռնությունն է, իրենց նախաձեռնությունն է Հայաստանի միջնորդության։ Հասկացա։ 10 օր առաջ եք իմացել, որ Ալիևը համաձայն է։ Չէ։ Մինչև Արցախի տեղահանումն եմ իմացել։ Բայց այդ դեպքում երբ որ իմացել եք, ինչու ոչ մի քայլ չեք ձեռնարկել։ Անթիվ անսահման քայլեր եմ ձեռնարկել։ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց իմ հետ համագործակցել 3 տարի առաջ եմ 3 նամակ եմ գրել պաշտոնապես Փաշինյանին, որ ընդունի համագործակցենք։ Հրաժարումը համագործակցել, հետևաբար գործնական Համագործակցել ասածը ինչ է։ կազմակերպությունը, մեր կազմակերպությունը ակնհայտ դիտավորությամբ եւ շահատակ կողմնակալությամբ զրկված է բոլոր միջոցներից, այդ թվում ֆինանսական, հաշվի համարները զերոյացված են, գործունեությունը միայն խոսքն է, հրապարակախոսությունը, համացանց, այ հիմա հրապարակեն խոսակցություն, պաշտոնական գրություններ, հաղորդակցություններ, տարբեր ձևեր։ Որ ասում եք համագործակցել, ինչ եք դրա տակ ենթադրում։ Պաշտոնական գտնվելու վայրն է Նոր Մարաշ, Արմեն Արմենակյան, առաջին նրբան 17 դոլար։ Ադրբեջանի դեսպանատունը։ Ոչ միայն Ադրբեջանի, որ դուք շատ հետաքրքրացեր եք, լրացուցիչ ասեմ, Աշտևի վրա էլ 50 մետր հեռավորության վրա 3 հարգանի Միացյալ Նահանգների դեսպանատունն է տեղակայված։ Այդ տեղափոխել են, որովհետև Երևանյան լճի մոտ էր հանել նոր։ Այդ դու գիտեք, ծածկույթ է դա։ Այսինքն դեսպանը ոնց որ երևի առանձին ինչ որ Էական չէ, կարող է դեսպանի տեղակալն է։ Ոնց եք պատկերացնում համագործակցությունը։ Ասացիք ոչ փող ունեք, ոչ բան ունեք։ Հիմա ինչ եք ուզում։ Փաշինյանից օրինակ ինչ եք ուզել համագործակցել։ Այնից եթե կետակի նամակը կա մոտս։ Տրամադրեմ ծանոթանանք։ Իսկ մի բան էլ Արցախով հանձնեց ձեր կարծիքով։ Արցախը հանձնողների հեղինակային իրավունքը շատերին է պատկանում, բայց առերևույթ գործնական երևացող այսբերգի մասը տնկած դրոշակը Հայաստանի կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Անշուշտ։ Հանձնողի հետ ինչ եք համագործակցում։ Ինչի։ Դու հիմա Արցախը հանձնել այդ Այո։ մարդուն չեք ուզում համագործակցել։ Ուզում եմ համ իրեն փրկեմ իր ընտանիքը հայ մարդը վերջին հաշվով։ Ես ցեղակրոն մարդ եմ նժդեհական։ Ոչ մի գաղափարական իմ հողի վրա ճշտաման չեմ կարող ունենամ հայ մարդու հետ, անգամ հանցագործի։ Ինքն ինչ է։ Արդարադատությունից։ Ձեր կարծիքով հիմա Տիկին Դատախազը արդեն գործերը հարուցվել։ Չէ։ Տիկին Դատախազը, որ Փաշինյանի կառավարության նշանակած դատախազն է, տրամաբանություն կա, որ Փաշինյանի դեմ գործ հարուցի։ Հայ ժողովուրդը, գրողների միությունը, գիտությունների ակադեմիան, ովքեր հաջորդ ճակատագրով զբաղվում են, Գրողների միությունը դատախազը։ մեր կազմակերպությունը ոչ թե հարուցելու է, գլխավոր մեղադրողն է։ Փաշինյանի նամակը կտակ ու գնացեք ձեր գործերով։ Որպես գլխավոր մեղադրող ձեր կազմակերպությունը որևէ գործ հարուցակցած այս տարիների ընթացքում։ Ես պաշտոնատարանց չեմ, ինչպես հարուցեմ։ Իմ հարուցել հրապարակախոսությունն է։ Հրապարակային մեղադրեք։ Հա։ Հիմա պետք է որ լինի, հարգելից։ Սիրով տրամադրեմ առիթ է, գուցե հրապարակեք։ Առաջի անգամ եք այստեղ։ Չէ, այստեղ երրորդ անգամ եմ։ Շահրամանյանը տեղում չի եղել, 2 անգամ ընդունել ազգային ժողովի նախագահ Գագիկ։ Չեք քննարկել բաղուցը։ Արցախի հարց ուրիշ ինչ է։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի հետ չեք ուզում հանդիպել։ Նախագահին չէ, փոխնախագահ Հակոբ Արշուկյանին պաշտոնապես
ինքը կոնսերվատորի այգում կոմիտասի արձանի մոտ ինձ հանդիպեց, Կաբինետ ընտեղ է, թե իմ կաբինետն այնտեղ։ Ինքը պատահական փոխնախագահ պատահական աշխատանքան ժամին փողոցում ինչի հանդիպի։ Ես առաջարկեցի ինքը ասեց պաշտոնապես գրություն գրի, կընդունեմ։ զբոսնում էր, քայլում էր եւ պատահաբար ձեզ հանդիպեց, այլ հատուկ եկել էր այդտեղ տարածքում սպասում էր, որ ձեզ հանդիպի։ Չէր սպասում, մենք հանդիպեցինք, դա իմ գրասենյակն է։ Փոխնախագահը գիտի դա իմ գրասենյակն է։ Դուք շատ հետաքրքրացեք եւ դա ինձ դուր է գալիս։ Բացառիկ երևույթ է, որ ես խոսք հնչեցնեմ 37 տարվա մեջ, վերջի անգամ 20 տարի առաջ եմ հեռուստատեսությամբ ելույթ ունեցել։ Ես գաղափարախոս այլախոհ մարդ եմ եւ իմ պապենական ընտանիքը 1930-ական թվականներից հետապնդվում է խորհրդային իշխանության կողմից մինչեւ այսօր։ Իսկ ոնց որ չեք գտնում, ինչ կգտնեք մի բաներ, էլի Ադրբեջանի դեսպանի մասով, էլի առաջիկա երբ եք հանդիպելու դեսպանին։ Ես չեմ որոշողը, իրենք են որոշում։ Ոնց են ձեզ կապ, ինչ խողովակով եք կապ հաստատում։ Դա իմ խնդիրն է։ Իրենք ամեն օր ես հեռուստալուրեն եմ լսում։ Համար բան ունեք, դեք Չէ, ոչ մի իրեղեն ապացույց չունեմ։ Ոչ մի իրեղեն ապացույց չունեմ։ Ես դες բացատրեցի ինչ որ մաքսիմալ հնարավոր էր։ Ամեն օր հեռուստատեսությամբ, հեռուստալուրերի թողարկումով Ալիևը, Ադրբեջանը ինձ հետ հաղորդակցում են ինչպես ամբողջ աշխարհը։ Մարդկանց մի խումբ կա, որ կարծում է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը Նիկոլ Փաշինյանն է, օրինակ Չէ, ոչ թե մարդկանց խումբը, եթե բոլորն են այդպես կազմում, Այստեղ դոլարի փոխարժեքի բաներ են մենակ։ չարաչուր շխարում են։ Չէ, պարտադիր մյուս պայուսակի մեջ եք մնա, կամ կարող է թողել եք դեսպանատանը։ Չէ, խնդրեմ։ Տվեք ես կարդամ, հա։ Չէ, մի րոպե, խնդրեմ։ Կարդալուց եմ ստացել, տվեք կարդամ։ Չէ, դուք պակաս հետաքրքրացեր եք։ Օրիորդը առավել եւս իր մազերի գույնը ինձ հուշում են, որ ինքը շատ հետաքրքրացեր է։ Դուք ուզում եք ինձ հունից անեք, ներտայնացնեք։ Ես ամբողջ երկիրը պետություն, երկիր, կոշման Իմ դեմքին է, ես ձեզ ոնց կարամ հունից։ մի րոպե։ Ամբողջ երկիրը Ես կյանքը ոչ մեկից ձեզ բարի հարց տված չեմ։ Լավ, արգել։ Թողնում եմ ձեզ մոտ, կարող եք տանոթանալ, հրապարակեք։ Յոսե կանանցկանալի է տեքստը, sense որ կարդալու լինի։ Ախր ու տինեջա, պիտի ընթերցես։ Ասենք հեսա կտան կկարդա։ Երբ որ ասեցիք այ Ադրբեջանի Չէ։ Ցանկություն շատ ունեն, գործնական առաջարկել են, ես մերժել եմ։ Մի անգամ էլ 2 տարի առաջ ամանորի կապակցությամբ ազատության հրապարակի մոտ թուրքական հետախուզությունը մոտեցավ, ես մերժեցի, նպատակը ֆինանսական ուժեղություն էր։ Բան ունեն, տեղակայում ունեն, հա, թուրքական։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետախուզությունները Հայաստանում արտոնյալ են եւ բարձր աշխատում են։ Ով է արտոնություն տվել իրենց։ Չգիտեմ, Փաշինյանին կհարցնեք։ Իսկ ԱԱՑ տնօրենը տեղ է, հա, դրանից որքան։ Տրամաբանականա որ տեղեք պիտի, որտեվ ԱԱՑ տնօրենը շուրջ օրը 24 ժամ հետևում են իմ վարկագծին, մտքին ամեն ինչին։ ԱԱՑ տնօրենին ճանաչում եք անունը։ Չէ, դժբախտաբար չէ, 3 գուցե լավ չեմ հիշում, 3 թե 2 նամակ պաշտոնապես ԱԱՑ-ի տնօրենին եմ ուղարկել։ Բա ինչ անունով եք, որ անունը չեք հիշում, ում եք ուղարկել։ Գնդապետ Աբազյանը, չէ։ Հա։ Կապ չուներ։ Չեմ հանդիպել։ Դուք ոնց որ մարդկանց հետ հանդիպում եք, բայց ոչ մարդկանց ազգանունը գիտեք, ոչ անունը, ինչպես եք նրանց հետ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ինչպես եք խոսում։ Դուք Օստապ Բենդերին պետք է որ լավ ճանաչեք։ Հա, մի երկու անգամ շփվել։ Ընդդատակե միլիոնատեր խորտային կարեկոին բացադրում էր, որ դուք 2 կյանքով եք ապրում։ Մինչև ժամը 1-ը խորտային իշխանության հետ եք, 1-ից հետո ես գիտեմ ձեր կյանքի մասին։ Ես մեղավոր եմ, որ Հիմա դուք 1-ից հետո ում հետ եք։ Ես մեղավոր եմ, որ այլախոհ մարդ եմ, մի քիչ էլ ուղեղ ունեմ։ 77 կյանքով եմ ապրում։ Մի քիչ այս կողմ եկեք։ Մի բան էլ ճշտեք էլի։ Ես նպատակով եմ եկել, ուղղակի առիթ օգտագործելով։ Ասում եք դուք ճակերտներ չունեք, բայց արդեն այստեղ օրինակ երկտող բառը ճակերտի մեջ է գել։ Ինչով է, ինքը տենց երկիմաստ է, որ երկտողը։ Հարգելիս, այդ շարահոսության, ուղղագրության, կետարության հարցերի ժամանակը չէ։ Կընթերցեք, ցավոք մի րոպե, ցավոք սրտի մի փոքր ես էլ խնդիր ունեմ։ Ուղղագրության, կետադրության հետ դա իմ թուլություն ու թերությունն է,
կարող եք շտկում անել, դուք լրագրող եք, Մարդը իր սխալներն ունի։ Խնդրեմ, Շահրամանյանի հետ եք ուզում հանդիպել։ Շնորհակալություն։ Ուղեկցենք ձեզ։ Ով եք երեք, մի հատ Այ տղա տես։ դուք խմբագիրը, գլխավոր խմբագիրը դուք եք, դուք ուղեք։ Ես շարքային լրագրող։ Դոկտոր Գնատը նկարի։ Բայց եք կապուց շորակել։ Մոխրագույն չի, երկնագույն։ Կարևորը դուք կարմիր փողկապող եք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Տեսեք, հա, ձեր օշտ։ Բայց ես տվեցի, որ հրապարակ եք։ Հրապարակեցինք արդեն ամբողջը տեսանկարված է։ Ախր Հարգելի 7 էջից է բաղկած։ Այդքան Նկարեցինք։ Շնորհակալություն։ ամեն դեպքում ուղղագրական սխալներ ունենք, հա։ Լավ, ես հիշեցրի, որ խնդիր ունեմ ուղղագրության կետադրությունից։ Կա իդեալական մարդ կգտնես, որ մի թերություն չունենա։ Հա, ես անսխալ եմ։